Սին բազմաթիվ շքանշաններով պապիկին պատահաբար հանդիպեցինք։ 88-ամյա Նարինբեկ պապիկը, ով գյուղում առավել հայտնի է Քոչոյի Նարո անունով, հիշում է, թե ինչպես վիրավորվեց Նովորոսիսկում, մասնակցեց Ռիգայի ազատագրմանը։ Տասնամյակներ անց էլ հայրենական մեծ պատերազմի մասին պատմում է ոգևորությամբ եւ հպարտությամբ։ Նարո պապիկի պայքարը հայրենիքի համար էր, այս հողի համար։ Իր շատ ընկերներ հենց իր աչքի առաջ իրենց կյանքն ու արյունը փոխարինեցին հայրենիքի գոյությամբ եւ ապահովությամբ։ Ուստի այստեղից հեռանալը նույնիսկ քննարկելի չի եղել պապիկի համար։ Ջուղը չեմ թողել անտեր։ Այս տարի հետևը 7 ջուղ թուրք էր ապրում։ Բայց այդ թվով չէ, այդ 17-ի շարժականների ժամանակ այդ բերդը գրավիր են թուրքերը։ Բայց այդ ջուղը չի լքե, այդ ջուղի ժողովուրդը իր ջուղը չի լքե։ Մնացիր են։ Եվ այսպես էլ, եթե այդ ջուղը շարժվեր, մինչ վերջ կտիր են թուրքերը։ Պապիկը մի ակնթարթ էլ չի կասկածում, որ եթե հանկարծ հայոց խաղաղությունը խաթարել ցանկացողներ հայտնվեն, ինքն էլ կնետվի իր պապերի հողնան սասան պահելու։ Թշնամուն ջախջախելու եւ հողիցը դուրս շպրտելու միտքն իրեն հաստատ մի քանի տարով կերիտասարդացնի։ Ես ես կրվի ստիրար եմ,